Ինչպես արդեն նշվեց, Նիկոլի ներկայացվող կեղծ հայելիները շատ են, եւ այդ կեղծ հայելիներից մեկն էլ իր այսպես հռչակած իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, բայց եկեք անցնենք այդ գաղափարախոսությունից, այդ պրոպագանդայից այն կողմ եւ տեսնենք ինչ է իրականում այդ իրական Հայաստանը, որը Նիկոլը բերել է այսօր։ Նիկոլի Հայաստանն այն Հայաստանն է, որտեղ մարդիկ կարծիք արտահայտելու համար ապօրինի դատվում են։ Նիկոլի բերած Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ մարդիկ վախենում են ազատ խոսել, որովհետև իրենց տանը կարող է լինեն ժուչոքներ, իրենց կարող են տեսանկարահանել։ Եվ Նիկոլի Հայաստանը, բերած Հայաստանը այն Հայաստանն է, որտեղ մարդիկ ընտրությունների մասնակցել համարձակվելու առաջ պիտի մտածեն, որ կարող է հետո իրենց հարազատների, հարևանների, բարեկամների տները մտնեն խուզարկության։ Եվ այսպես կարելի է երկար թվել այդ բոլոր բռնաճնշումները եւ բազմաթիվ մարդիկ, որոնք որ մինչ այսօր սատարում են Նիկոլին պնդելով, թե Նիկոլը մեզ տանում է դեպի Եվրոպա, խնդրում եմ ասեք, թե այս բոլոր բռնաճնշումները, որ եվրոպական արժեհամակարգում են տեղավորվում, դա նորից հերթական կեղծ թեզերն են, որոնք որ իրականում փաստերով միանգամից հերքվում են։ Եվ այսպես շարունակելով թվարկել, թե ինչ Հայաստան է մեզ բերել Նիկոլը, դա այն Հայաստանն է, որտեղ ինքը փորձում է մեզ կտրել մեր պատմությունից, մեր արմատներից եւ միանգամից կատարում է թշնամի երկրի հրահանգները։ Թշնամի երկրի ղեկավարը հայտարարում է, որ պիտի փոխվի սահմանադրությունը, Նիկոլը սկսում է նոր սահմանադրություն գծագրել։ Հայտարարվում է Ադրբեջանից, որ եկեղեցին խոչընդոտ է, մեր ուժայինները գրոհում են մայրաթոռը։ Եվ այսպես այս մղձավանջը կարելի է երկար թվարկել եւ տեսնել, թե այդ ինչ Հայաստան է, որ Նիկոլը բերել է, դա այն թուլացած Հայաստանն է եւ այս թուլությունը Նիկոլի բերած միայն գրգռում է ծավալապաշտական ագրեսորի նկրտումները եւ ի վերջո մեծ սպառնալիք է դառնալու մեր գլխին, ուստի Նիկոլի իրական Հայաստանը Ադրբեջանի կազմում սպառնալիքը դարձնում է իրական վտանգ։